Ուսմունքի դասական փոխանցումը սկսվում է իհարկե մեծն բարձրագույն 3 գանձերում ապաստարանց տանձնելով, սակայն մեծն արթնացածը, երբ որ արթնացավ այլևս, առաջին անգամ պտտեց ուսմունքի անիվը հայտարարելով 4 մեծն ազնվազարմ ճշմարտությունները։ Կարելի է ասել, որ հենց այս 4 մեծն ազնվազարմ ճշմարտություններն են, որ որոշակի ձևով ընկալելի չեն այլ ուսմունքի համար, որովհետև մի շարք բաներ իհարկե նույն են, ինչ մյուս ուսմունքներում, բազային բաները մշտապես նույն են, սակայն կարելի է նաև մտածել, որ ինչ եթե պարզապես մյուս ուսմունքները ավելի խորքային շերտի մեջ չգնացին, ինչ եթե մյուս ուսմունքները նույն ճշմարտությունները ընկալում են, պարզապես ինչ-որ մակարդակներում չեն հայտարարում, զուտ որովհետև մարդկանց ընկալումները տարբեր և յուրաքանչյուր մարդու համար տարբեր ընկալման աստիճաններ են փոխանցվում։ Ըստ այդմ բուդդայականությունը երևի թե ամենաբարդ ուսմունքներից մեկն է։ Ցավոք սրտի հենց իր բարդությամբ այն երբեմն գրավում է այն մարդկանց, ովքեր որ այդպես էլ ոչ մի բան իրականում չեն ընկալում, բայց շատ սիրում են հռչակել իրենց Բուդդայի հետևորդ։ Ըստ այդմ, երբ որ մենք փորձում ենք խորանալ այս մեծն ազնվազարմ 4 ճշմարտությունների մեջ, մենք տեսնում ենք, որ անսահմանություն է, օվկիանոս է, ընկալում ես աստիճանաբար, հետո ընկալում ես ավելի խորը եւ այդպես մինչեւ արթնացում։ Եվ այդպես առաջին մեծն ազնվազարմ ճշմարտությունը սանսարիկ կյանքը տառապանք է։ Այստեղ սկսվում է առաջին մարտահրավերը, նետվում է առաջին մարտահրավերը, ինչու, որովհետև մարդիկ չեն ուզում ընկալել, որ կյանքը տառապանք է։ Տառապանքի ժամանակ այո, ընկալում են, որ այդպես է, բայց որովհետև այդ պահին այդպես է։ Ուրախության ժամանակ եւ ոչ մի ձևով չեն կարող ընկալել, ինչու է այդպես եւ ինչպես պիտի դա ընկալեն։ Սակայն երբ որ խորհում ենք սանսարիկ կյանքի էության մասին, մենք հասկանում ենք առաջին տառապանքը ինքնին անցողիկությունն է, եւ անցողիկությունը սանսարայի հիմնարար որակներից մեկն է։ Անցողիկությունն է, որ տանջում է մեզ յուրաքանչյուր քայլափոխին, եւ նույնիսկ ուրախության ժամանակ մենք գիտենք, որ դա է անցնելու։ Եվ ինչու չասենք, որ նույն բան պնդում է նաև քրիստոնեության հիմքում արկա Սողոմոն արքան, որ ասում էր սա կանցնի եւ դա էլ կանցնի իհարկե։ Մենք սակայն անցնում ենք հաջորդ ճշմարտությանը, ընկալելով հանդերձ, որ այս առաջին ճշմարտության ընկալումը անհրաժեշտ է ընդհանրապես ուղով գնալու համար եւ հատկապես մեծն արթնացածի ուսմունքի հետևորդ լինելու համար, քանի դեռ չկա առաջինը, չեն կարող լինել ոչ մյուսները եւ ոչ էլ ընդհանրապես մեծն ազնվազարմ ութակի ճանապարհը։ Ըստ այդմ երկրորդ բարձրագույն ճշմարտությունը հնչում է որպես տառապանքի պատճառը ցանկություններն են։ Եվ այստեղ նորից սկսվում են մարտահրավերներ եւ բախումներ։ Ով է համարձակվում խլել մեզանից մեր ցանկությունները։ Բայց մենք սակայն հեշտությամբ ընկալում ենք, որ ցանկությունների հիմքում ընկած է կարճումը եսի գաղափարից, այն պարագայում, որ շատ արագ մենք տեսնում ենք, որ եսը իրականում գոյություն չունի, եւ ըստ այդմ լուծվում են կապանքները ցանկությունների։ Բայց այստեղից մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի նրանք, ովքեր որ նորից եւ նորից սխալմամբ կամ կեղծիքով ընկալում են իրենց որպես Բուդդայի ուսմունքի հետևորդ եւ կամ էլ հռչակում են, որ այդպես է, նորից այստեղ խափում են ավելի շուտ իրենց, քան մյուսներին, որովհետև երբ որ չես հասկանում, որ կյանքը տառապանք է, երբ որ չես հասկանում, որ տառապանքների պատճառը ցանկությունն են, լավագույն դեպքում ցավոք սրտի մի ցանկությունը փոխարինում ես մյուս ցանկություններով եւ ոչ մի բանով ըստ այդմ չես տարբերվում մյուսներից, ովքեր ընդհանրապես չէին խորհում այս ամենի մասին։ Բայց երրորդ մեծն ազնվազարմ ճշմարտությունը
մեծագույն բարի լուրն է բուդդայականության եւ ընդհանրապես բոլոր հոգեվոր ուսմունքների։ Կա հնարավորություն ձերբազատվելու տառապանքներից։ Կա հնարավորություն լուծելու բոլոր կապանքները։ Եվ դա բոլոր ուսմունքների հիմնարար բարի լուրն է։ Սա բոլոր ուսմունքների հիմնական ուղերձն է յուրաքանչյուր շնչող էակին։ Եվ այստեղից մենք գալիս ենք 4-րդ բարձրագույն ճշմարտությանը, որ կա ճանապարհ, որով հնարավոր է ձերբազատվել տառապանքներից։ Եվ բուդդայականության մեջ այլևս դա մեծ ազնվազարմ ութակի ուղին է, որի մասին մենք խոսում ենք եւ դեռ բազմիցս նորից եւ նորից կխոսենք։ Բայց այստեղից գալիս է թագը այս 4 մեծ ազնվազարմ ճշմարտությունների։ Մենք դասական փոխանցման համաձայն սովորում ենք ընկալել մեզ որպես հիվանդ եւ փոխանցողին, ուսմունքը փոխանցողին, որին հետագայում ընկալում ենք որպես ուսուցիչ, մենք սովորում ենք ընկալել որպես բժիշկ։ Եվ այսա է հիմնարար մարտահրավերը եւ ճամփաբաժանը, քանի դեռ դու չես ընկալում քեզ որպես հիվանդ, դու չես կարողանա գալ ուսմունքի ճանապարհ, որովհետեւ ճանապարհը շատ բարդ է։ Եվ քանի դեռ դու մտածում ես, որ դու ինքնուրույն կարող ես ինչ-որ ճանապարհներով գնալ, քանի դեռ դու կարճում ես քո եսից, չկան քեզ համար ճանապարհները, եւ ինչպես երևի թե հին եւ ամենահայտնի սուտրաներից մեկում Դհամապադայում ասվում է, երկար է գիշերը Արթոնի համար, երկար է կիլոմետրը հոգնածի համար, երկար է սանսարան հիմարների համար, որոնք չգիտեն ճշմարիտ ուսմունք։ Եվ ապա նոր միայն ընկալելով մեզ որպես հիվանդ եւ ձգտելով ունենալ ուսուցիչ, որը կբժշկի մեզ, կբուժի եւ կտանի ճիշտ ճանապարհով, միայն այդպես է սկսվում ուսմունքը։ Եվ հենց դա է պատճառը, որ չնայած որ մենք քարոզում ենք ուսմունքը եւ բոլորին հասու են մեր փոխանցումները տարբեր աստիճանների, եւ ցանկացած թեմա դիտարկելով մենք նորից եւ նորից դիտարկում ենք այն ուսմունքի տեսանկյունից, որպեսզի բոլորին այս կամ այն ձևով նպաստենք զարգացմանը, թեկուզ փոքր մակարդակում եւ մինչեւ ամենամեծը, բայց հենց այս ամբողջի պատճառով է, որ չնայած փոխանցում ենք շատ, իրականում աշակերտները շատ քիչ են։ Իսկ բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մենք որևէ բան չենք հասկանում, ապա պատճառը միայն մեր մեջ է։